Բարի լույս մեզ նոր միացած հեռուստադիտողներին, շարունակելով օրվա թեման մշակույթն ու արվեստ, այժմ պիտի ներկայացնեմ այս ոլորտում իր կարևոր դերն ու նշանակությունն ունեցող ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանին, ում 3 նախաձեռնությունները գրանցվել են WDPO համաշխարհային ռեկորդների գրքում։ Այժմ Արա Գևորգյանը մեր տաղավարում է։ Բարի լույս ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, փառք Աստծուն։ Շնորհավորում եմ ձեզ եւ մեզ բոլորիս այս կարևոր իրադարձության համար, որի մասին դուք արդեն բազմիցս խոսել եք, բայց եւս մեկ անգամ այսօր մեր հեռուստադիտողներին կխնդրեմ ներկայացնենք, թե ինչ 3 նախաձեռնությունների մասին է խոսքը եւ ինչպես ստացվեց, որ ունեցանք այս կարևոր հաջողությունը։ Շնորհակալ եմ հարցերի համար եւ ասեմ միանգամից, որ ինչ որ անում եմ իմ կյանքում, ես երբեք չեմ անում ինչ որ բան ստանալու համար։ Չի եղել մի բան, որ ինչ որ նպատակասլաց մի բան անեմ, որպեսզի դրա արդյունքում ինչ որ բան ես շահեմ կամ ստանամ։ Չի եղել ոչ մի տես դեպք, որ մեդալ, կոչում կամ մի բան ծանոթով կամ կաշառքով ստանամ։ Չի եղել։ Դրա համար ինձ համար վերջն արդյունքը երբեք չի եղել հետաքրքիր։ Միգուցե առաջ սկզբում հետաքրքիր էր, բայց այսօր էլ հետաքրքիր չի։ Օրինակի համար, երբ որ ես աշխատում եմ, ստեղծագործում եմ, այդ process-ը շատ եմ սիրում։ Երբ որ ինչ որ բան է ծնունդ առնում, իսկ վերջում քանի դիտում կունենա, հիասթափեցնող այդ դիտումները, իհարկե դրանից ոգևորված չեմ, եւ արդեն բան եմ, տենց անտարբեր եմ դարձել։ Բայց դրանից մենք ենք ոգևորվում, որովհետև ամեն դեպքում կարծում եմ այս նախաձեռնությունների մասին, եթե կոնկրետ խոսենք, արժանի էին, որպեսզի հայտնվեին այս գրքում եւ դրանց մասին իմանար նաեւ ամբողջ աշխարհը։ Այո։ Եկեք մանրամասնենք, սկսենք սկզբից։ Դրա համար միտքս ավարտեմ ու անցնեմ ձեր հարցի պատասխանին։ Ուրեմն նաեւ նույնը կասեմ համերգների հետ կապված, որ իմ փորձաշրջանը ինձ համար ավելի հաճելի է, որ փորձում ենք, ստեղծում ենք, ինչ որ բան ենք փոխում, ընկերներով, երաժիշտներով ստուդիայում նստած, բայց հենց համերգը ավարտվում, ամեն ինչ դատարկվում է միանգամից։ Այդ ամբողջ չարչարանքը ոնց որ այդ մի ժամվա համար էր, այսինքն այդ հաճույքը բնականաբար համերգային հաճույքը իր տեղն ունի, բայց փորձաշրջանը ես ավելի եմ սիրում, ոնց որ ասեցի, ստեղծագործելու պահը, քան հետո ինչ քանի մարդ կնայեն, տեսահոլովակ կամ երաժշտություն։ Անդրադառնալով ռեկորդներին, մտքովս անգամ չեր անցնի, որ իմ արած աշխատանքը կդառնա տենց մեծ նվաճում կունենա, այսպես ասեմ։ Մեր տուն եկան շատ պատահական ծանոթություն, հրաշալի մենք ունենք մի աղջնակ Միլեն Կարանյան, այո, որը ունի ձայնի արտակարգ դիապազոն, աշխարհում եզակի ձայն ունի, եւ նրանք եկել էին մեր տուն, նաեւ ցանկություն կար, որ Միլենը երգի իմ Ադանա երգը, ես էլ սիրով համաձայնել էի, եւ այդ ժամանակ, երբ որ նա իր մայրիկի հետ մեր տանն էր եւ եկել էր մեծ նկարահանող խումբ ռուսական Միր հեռուստացրագրից, այդտեղ ես էլ ցուցադրեցի իմ արած աշխատանքները եւ Միլենի մայրիկն ասեց, իսկ ինչու դուք չեք ներկայացնում դրանք համաշխարհային ռեկորդներին։ Ես ասեցի, ոչ տեղը գիտեմ, ոչ էլ ձևը գիտեմ։ Նա ասաց կօգնեմ եւ շնորհակալ եմ Տիկին Հասմիկին, որ նա սիրահոժար, մեծ էնտուզիազմով Պարոն Գևորգյան, ես ձեր կողքնեմ, շատ ոգևորեց, ես էլ տվեցի այդ բոլոր իմ նախաձեռնությունների փաստերը, վիդեո, ֆոտո տարբերակներով եւ անցած մի ամիս եկավ լուրը, որ դրանք 3 գործ եմ ներկայացրել, վախեցա 4-րդը ներկայացնեմ, ասի բավարարվենք 3-ով եւ մտքովս չէր անցնի, որ եկավ պատասխանը գլխավոր գրասենյակը Մեքսիկայում է եւ Կովկասյան տարածաշրջանով զբաղվող գրասենյակը Մոսկվայում։ Եվ եկավ ռուսերեն լեզվով շնորհավորում ենք ձեզ, уважаемый рекордсмен։ Արդեն հաճելի էր, ես դա սկրինշոտ արեցի, պահեցի այդ բառերը, բայց կամած օրերը մոտեցան եւ իրենց կողմից աշխատակիցը եկավ Հայաստան եւ
բերեց ինձ իմ 3 մեդալները իր սերտիֆիկատներով։ Եթե սկսենք սկզբից, առաջինը 200 կանոններով Երևան ստեղծագործության մասին է, երբ արդեն իսկ անունից էլ պարզ է դառնում, որ կազմակերպչական, ձևաչափային բարդ ինչ-որ փուլ եք անցել, որովհետև 200 կանոնահար, աթոռներ, այդ բարդ կազմակերպչական փուլը, ինչպես ստեղծեցիք նախ այդ ողջ նախագիծը։ Ասեմ ձեզ, որ այն ստեղծագործությունը, որ ես գրել էի հատուկ Երևանի 2800-ամյակի նվիրված, դա իմ 8 ստեղծագործություններից մեկն էր։ 8-ն էլ Երևան անունով ես ունեմ ստեղծագործություններ, քայլեր, օրներ, երգեր, գործիքային, եւ այդ ստեղծագործությունը ես պատկերացնում էի, որ այդ քանակը սիրում եմ եւ երբ հանդիպեցի Վահան Սեթոյանի հետ ռեժիսոր, նա շատ լավ բան առաջարկեց, որ կանոնները նկարենք տարբեր փողոցներում, իմ գլխի մեջ անընդհատ պատտվում ա, որ միասին բոլորին հավաքեմ, շատ քանակ բան, իր մտքով էլ անցնում ա, որ Երևանը ցուցադրենք կանոնահարների միջոցով։ Իհարկե գաղափարը անշուշտ շատ լավն էր, բայց ես էլ անընդհատ պնդում էի, չէ, Վահան ջան, միասին չնստացնենք այդ բոլորը։ Դե ասում եմ, որ այդ Երևանը ցուցադրենք, իր ֆորմատն էլ էր շատ լավը։ Եվ մեկ բերեցինք երկուսը միտեղ։ Եվ Արթուր Ղարայանը, որը օպերատորն էր գլխավոր, հրաշալի այդ ամեն ինչը հանձնեց, ոնց որ ասում են, ժապավենին, եւ ստացանք այդ տեսահոլովակը։ Բարդը այն էր, որ 200 կանոններին ես պետք է տանեի ձայնագրության։ Եվ երբ որ տարա Քանաքեռի ստուդիա, ամենամեծ ստուդիան է դա Երևանում այս պահին, եւ այդ բոլորով ձայնագրվելուց հետո ես ցանկացա, որ անպայման այդ ձայնագրման պահն էլ լինի տեսահոլովակի մեջ, վերջում, որպեսզի շատերը չասեն, լավ, 2 կանոնով բազմաթիվ այդ տրեկեր ձայնագրում ես, դառնում է շատ կանոն, չէ, հենց այդ բոլորն են եկել ձայնագրության, ինչը շատ բարդ աշխատանք էր, որը կարողացանք կատարել, հնչողությունը ապահովեցինք, մնաց տեսահոլովակը։ Հիմա պետք էր, որ Երևան գրեինք, ես դիմեցի ոստիկանապետին եւ խնդրելով, որ դա անպայման անենք Դավիթաշենի կամուրջի վրա։ Ինչը բարդ էր կազմակերպել։ Այո, որ դրոնով շատ սիրուն կլիներ այդ պտույտը կամուրջի վրա լրիվ Երևան գրված, ասեց Արա ջան, եթե ուզում ես Դավիթաշենցիները դառնան քո թշնամին, 15 րոպեով էլ չես կարող փակել։ Ես 2 ժամ էի խնդրում։ Հետո որոշեցի մի ուրիշ տեղ, Մայր Հայաստան արձանի տակ, որտեղ այնտեղ 2 ճանապարհ կա մանումենտ բարձրանալու, մեկը կզբաղացնեինք, մյուսը կօգտագործվեր։ Հետո ասացինք, չէ, էլ չխնդրենք որևէ մեկին, Մարզամերգանին համալիրի դիմաց շատ լավ է։ Եվ այդտեղ իրականացվեց, 200 աթոռ էինք վարձել, բայց եկել էին 200-ից ավելի կանոնահարուհիներ, տարբեր դպրոցներից, ուշացած։ Հիմա տեսահոլովակը սկսել ենք, 200 հոգի նստած են եւ գալիս են էլի կանոնահարներ, որտեղ նստացնենք, ստիպված եղանք, որ մի քանիսին հանենք ու սենց տեղափոխություններ անելով, որ բոլորը կադրում Երևան։ Ես առաջարկում եմ հենց այս պահին դիտենք Երևան ստեղծագործությունը, ավելի պատկերավոր կլինի մեզ եւ հեռուստադիտողների համար, հետո կշարունակենք զրույցը։
Շատ գեղեցիկ ստեղծագործություններ իսկապես եւ տեսահոլովակը դիտելիս պարզ էր դառնում, թե ինչ բարդ պիտի որ լիներ այդ ամբողջ նկարահանման ընթացքը, Երևանի տարբեր հատվածներ, այդքան շատ մարդիկ։ Մեր Երևանը ցուցադրելու լավ ձև էր։ Ճիշտ ասած, ես դες կարող եմ հուշել նաեւ մի գաղափար, որը ճիշտ ասած գաղափարը Անի Գևորգյանինն է։ Ձեր աղջկանը։ Իմ աղջկա գաղափարն է, որը ինձ շատ ա դուր գալիս, ես հիմա ուզում եմ որպես ռեժիսոր նա լավ մտքեր է տալիս, հաճախ կարծում եմ։ Եվ մենք Անի հետ արել ենք 2-3 տեսահոլովակ ենք միասին արել Մաշա Մնջյանի, որ երգում է Երևանը, Անին ամբողջ գաղափարը, ամբողջ նկարահանման այդ որտեղից ոնց նկարեն։ Մի խոսքով, իր կրթությունը թույլ է տալիս, որ նա տեսահոլովակներ, ֆիլմեր նկարահանի, բայց ես ինչ էի ուզում ասել, մոռացա։ Անի գաղափարի մասին Անի գաղափարը էլի մոռացա։ Դե եկեք մենք անցնենք մեր 112 դուդուկահարների մասին ստեղծագործությանը, դուք ընթացքում կհիշեք։ Պատմեք, թե այս ընթացքը, գիտեմ Ջիվան Գասպարյանի 90-ամյակին էր նվիրված եւ երբ դուք վարպետին հայտնել եք ձեր գաղափարի մասին, նա կարծում եմ զարմացել էր, որ ինչպես է հնարավոր 112 դուդուկահարներ հավաքել մեկ տեղում։ Ընդհանրապես մտքովս չէր անցնում նման բան, բայց քանի որ վարպետի հետ շատ մոտ էի, մեր հարաբերությունները շատ ջերմ էին եւ միշտ ուզում էի վարպետին ինչ-որ մի բան անենք, էլի մի լավ բան, եւ ասի վարպետ, շուտով ձեր 90-ամյակն է նշվելու օպերայի դահլիճում։ Ասեց Արա ջան, ամեն ինչ նորմալ է, պատրաստ է, ինչով կարող եմ օգնել։ Չէ, տղերքը զբաղվում են, շատ լավ է, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ իր տեղ հունով գնում է։ Ասի վարպետ, ինչպես ես մտածում, որ ես 90 դուդուկահարով գամ շնորհավորելու, ինքը շատ զարմացավ։ Նույնիսկ ասեց Արա ջան, անհնար բան ես ասում, նման բան ոչ եղել է, ոչ էլ կլինի։ Ինքը էլի մի բառ ավելացրեց։ Ասեց շատ բարդ է դուդուկահարների հետ մի խոսքով։ Նրանց համախմբել չի լինում, չի ստացվի։ Ես էլ տենց ասի փորձեմ։ Հայտարարություն գրեցի նոտա կարդացող դուդուկահարներ, խնդրում եմ, այսինչ օր, այսինչ ժամին եղեք այսինչ դահլիճում, մանկավարժական համալսարանի դահլիճում։ Եկան 100-ից ավելի։ Դե փորձերը տարբերորեն էին, որ փորձեր էին կան, մի օր ասենք 100 էր, մի օր 100-ից ավել էր, մի օր 100-ից պակաս էր, տենց եկան, բայց օպերայի դահլիճ արդեն եկան 112 հոգի։ Ես հետո այդ 112 հոգին հաշվել եմ ֆոտո նկարի վրայից խոշորացույցով։ Հələ կարող եմ մի բան էլ պակաս հաշված լինեմ։ Մի խոսքով։ Եվ ես էլ զարմացա, վարպետն էլ զարմացավ, բոլորս զարմացանք։ Ես Հովանես Չեքիջյանին խնդրեցի, որ ամեն հայր սուրբ ստեղծագործության նոտաները տա։ Ես այդ նոտաները բերեցի մեր ամբիոն, հետո պարզվեց, որ մեր դուդուկի դասախոսը Հրաշ Նազարյանը ունի իր նոտաները նաև նմանատիպ ստեղծագործությունների իր ձևը, ինքը ասում է ես այդ նոտաներից չօգտվեցի, N1-ից օգտվեցի, լավ, ասում եմ, թող նրանից ինչ տարբերություն։ Մի խոսքով փորձերը եղան ու ոգևորությունը մեծացավ։ Նաև գաղտնիք բացեմ, որ այդ բոլորին հագուստ էր հարկավոր։ Եվ այդ հագուստներն էլ պատվիրեցինք, բերեցին արտերկրից, վերնաշապիկները սև։ Եվ ես գիտեի տեքստ արտ ընկերություն, որտեղ այդ կրծքավանդակի մոտ տպեցին Ջիվան Գասպարյան 90 ու մի հատ էլ դուդուկ նկարեցին, այսինքն բոլորինը դարձավ համազգեստ։ Ահռելի աշխատանք։ Այո, էդ եմ ես վարպետին օգնեցի այդ հարցում եւ կայացավ դա։ Եվ մենք ունենք հատված կրկին այդ համերգային ծրագրից, եկեք դա էլ դիտենք, ծանոթացնենք մեր հեռուստադիտողներին, եթե դեռ չեն դիտել, եւ շարունակենք։ Սիրով։
դիտեցինք հատվածը 112 դուդուկահարների ստեղծագործության, իսկապես հրաշալի եւ անձնվեր գործ է կարել, որը որ դեռ դարեր շարունակ պիտի որ մնա եւ մեր եկող սերունդները եւս ծանոթանան այս ամենի հետ։ Դրա համար ձեզ մեծ շնորհակալություն եւ որպեսզի մենք հասցնենք բոլոր ստեղծագործությունների մասին խոսել, առաջարկում եմ անցնենք 5 բաց կանոնների նախագծի մասին։ Գիտեմ, որ այս պատմությունը եւս հետաքրքիր է այն առումով, որ բաց կանոն որպես այդպեսին չի եղել, դուք փորձել եք գտնել եւ դուք որոշել եք, որ դա պետք է ստեղծեք։ Այո, 50 կանոններով ձայնագրություն արեցի Հասմիկ Լելոյանի հետ, նրա օգնությամբ։ Եվ իմ մուշ ստեղծագործությունն էինք ձայնագրում Արձագանք ստուդիայում, դեռևս մարզամերգային համալիրի շենքում։ Եվ լսելուց հետո վերջում տեսնում ինչ-որ լավ չի հնչում, էլի ինչ-որ մի բան կա լավ չի։ Եվ բասի պարտիան որոշեցի օկտավա իջացնեմ համակարգչի միջոցով, համակարգչի միջոցով իջեցրի, ավելի լավ սկսեց հնչել, ավելի թավ, ավելի նենց բասոտ, մսոտ։ Մի խոսքով, ինչպես ընդունված է ասել, եւ Google-ում փնտրեցի, որ գտնեմ կանոն բասի ձայնով, որպեսզի այդ ստեղծագործությունը բոլորը կանոն լինեին։ Երբ որ չգտա, 10 գործիք էլ չկարողացա գտնել Google-ի մեջ, բաս գիտար, կանտրաբաս, սուզաֆոն, տուբա, բաս բալալայկա, բաս մանդոլինա, բաս կլարնետ, բաս դուդուկ, որ Հայաստանում ստեղծված կա։ Մի խոսքով 10-ը չլրացավ, ասի բայց բաս կանոն չկա, ինչքան փնտրեցի չգտա, ասի ուրեմն ստեղծում ենք բաս կանոն, գտա Ալբերտ Զաքարյանին, վարպետ, հրաշալի մարդ, ասեց արա ջան, տես բան ես պիտի հաշվարկ անեմ, դաշնամուր մի հատ ուսումնասիրեմ, դաշնամուր բերեցի, ասի քանդի վարպետ, քանդեց, ձայնածավալները չափեց, ուսումնասիրեց, ահռելի աշխատանք կատարեց մեր վարպետը եւ արդեն այնտեղ մնում էր իրան օգնել, ինչով Փայտը բերվեց Տուապսեից, Սև ծովի ափից, որտեղ ինքը խնդրեց, որ Սև ծովի ափի այդ թղկին շատ հարմար է, նրա մեջ ճառագայթներ կան, որը ձայնը երկար է պահում, մի խոսքով։ Իմ շատ լավ ընկեր Լևոն Մկրտչյանի հետ միասին գնացինք Տուապսե, նրա օգնությամբ իհարկե, եւ այդ տախտակներով վերադարձանք Երևան։ Այդ Մաքսատանը զարմացել էին, էս ինչ տախտակները Արա Գևորգյանը անցկացնում Մաքսատուն, վերջը։ Վարպետը շատ ուրախացավ, սկսեցինք գործիքների պատրաստելը եւ ամեն գործիք ունի անուն, Ալվարդ, Նվարդ, Գոհար, ինչ հետաքրքիր, որպեսզի նրանք ամեն մեկը լինեն եզակի, ամեն մեկը յուրօրինակ եւ ինքնարժեքը շատ թանկ եղավ, բայց կարեւորը որ ես գտա հովանավորներ, որոնք ամեն կանոնի համար վճարեցին եւ այդ կանոնների անունների մեծ մասը դրվեց այդ հովանավորների երեխեքի աղջիկ երեխայի անուններով, մայրիկի անունով, չգիտեմ։ Եվ վարպետը մի օր ինձ հարցրեց. «Արա ջան, բա քո օգուտը ո՞րն էր այս ամեն ինչի մեջ»։ Ասում եմ, վարպետ ջան, դու բավական շատ փող ստացար, չէ՞։ Ասում եմ, հա, ինչքան ծակուցուկ ունեի, փագեցի։ Շատ ասի այդ մի լավ բան։ Դա մեկ օգուտ։ Մեկ օգուտ, հետո նվիրեցինք Երգի Պարի անսամբլին, ազգային նվագաների պետական նվագախմբին, Թովմաս Պողոսյանի Սահատնովա աշխուղական նվագախմբին, ուրախաց իրանք էլ չէ ուրախացան։ Հնչողությունը լավացավ, չէ՞, ասենք երաժշտության մեջ։ Հա, մեկը մանկավարժական համալսարանում սովորեցնում ենք նվագել, ուսանողին աշխատատեղ, մեկն էլ մեր տանն որ պիտի նվիրեն պատմության թանգարանին, իդեպ ասեմ, որ 2 ամիս ցուցադրվեցին բաց կանոնները Երևանի պատմության թանգարանում եւ շատ մեծ արձագանք ստացավ։ Մի խոսքով այդ կանոնների պատմությունն էլ այդպես է։ 5 կանոն պատրաստեց։ Ես քանի որ ներողություն ընդհատելու համար մեր եթերաժամանակը շատ քիչ է, ես ուզում եմ նաև մենք հասցնենք ձեր 4-րդ նախագծի մասին խոսենք, որը եւս դուք ուզում եք, որ հայտնվի ռեկորդների գրքում, կարճ կարող եք ներկայացնել ինչ նախագիծ է դա լինելու։ Նախ ասեմ մի նախագիծը, որ էլի ռեկորդների արժանի պիտի լինի, կարծում եմ, ցեղասպանության 100-ամյակի նվիրված այդ կանք ու կլինենք ստեղծագործությունն է, որտեղ 1000-ից ավելի մարդ է մասնակցում, երգիչներ, երգչախմբեր տարբեր երկրներից, Չիլի, Բուենոս Այրես, Մոնրեալ, Եգիպտոս, Փարիզ, Թեհրան, Նավառասիսկ, ռուսական եւ այլն։ Եվ մեր ազգային երգչախումբը Չեքիջյանի ղեկավարությամբ եւ ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ էլի
տեսահոլովակը Վահան Սեթոյան ռեժիսոր եւ օպերատոր Արթուր Ղարայան, դա նույնպես կներկայացնեմ ռեկորդի եւ կարծում եմ, որ այդ տեսակ միջոցառում նույնպես կարժանանա ինչ որ ուշադրության եւ վերջի նոր որ հիմա մտածել եմ ուզում եմ մեր երկրի սև ու սպիտակը համերաշխ դարձնել այդ է նպատակս, քանի որ ես 2001 թվականից ունեմ խաղաղության նախագծեր, 4 նախագիծ, սա 5-րդն է։ Եվ որոշեցի դա անել դհոլահարներով։ Իսկ գաղափարը ծնվեց նրանից, որ ես ունեմ ուսանողներ մանկավարժական համալսարանում, երկու եղբայր իրար նման, երկուսն էլ դհոլահար։ Այդտեղից ծնվեց գաղափարը, սև սպիտակ, որ դհոլներով սկսեն իրար հետ այս մեր ներկավիճակը հայհոյանք, այդ վատ միջավայրը վերջում բերենք հանգուցալուծման, որ բոլորը դառնան հայկական տարազով։ Բոլորը դառնան համերաշխ։ Այո, սև ու սպիտակը դառնա հայկական տարազով ու բոլորը միասին նվագեն, ոչ թե սենց իրար հայհոյելով, մի խոսքով։ Ես հուսով եմ, որ շուտով կլինի։ Այո, ձեր այս բոլոր նախաձեռնությունները ի վերջո կծառայեն այն գեր նպատակին, որը որ գուցե դուք ասում եք, որ չեք մտածում այդ հետո ինչպես դրանք կտարածվեն կամ այդ Բայց շատ դժվար է աշխատանքը 1000 հոգի դոլար հավաքել, հələ չգիտեմ այդքան կլինեն։ Ես վստահ եմ դուք կարող եք հաշվի առնելով ձեր նախորդ 3 ստեղծագործությունները, թե ինչ բարդ ճանապարհով եք իրականացրել։ Շնորհակալ եմ շատ այս բովանդակային զրույցի համար։ Ես անverջ կշարունակեմ ձեզ հետ խոսել, բայց պետք է ընդմիջենք մեր ռեպորտաժով։ Սիրելի հեռուստադիտող, առաջարկում եմ դիտենք պատմական դադարեջի հերթական ռեպորտաժը եւ ապա վերադառնանք։